Մարտի 1-ի լույս առավոտյան Դուբայի զինվորականների ոչնչացրած անօդաչու սարքի բեկորները հրդեհի պատճառ դարձան Ջեբել Ալի նավահանգստում, որը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նավերի հաճախակի կանգառ է Պարսից ծոցում։ Իրանը արհեստական կղզիների զբոսաշրջային տեսարժան վայրում հրդեհի բռնկվելուց 1 օր անց հարվածներ հասցրեց Դուբայի միջազգային օդանավակայանին, ապա Իրանը հայտարարություն տարածեց, որ հուժկու հարված է հասցնելու Միացյալ Նահանգներին, ավելի ուժեղ, քան երբևէ։ Սրան հետևեց Դոնալդ Թրամփի պատասխանը. Ավելի լավ է չանեք դա, որովհետև այդ դեպքում մենք կհարվածենք այնպիսի ուժով, որ երբեք ոչ ոք չի տեսել։ Ժամեր անց Կատարի վերևում լսվեց պայթյուն։ Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, իրանական հարձակումներից հետո իրենք 16 վիրավոր ունեն։ Հետևեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածը։ Օմանի Դուք առևտրային նավահանգստին իրանական 2 անօդաչու սարքեր հարվածեցին, որի հետևանքով 1 մարդ վիրավորվեց։ Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտարարեց, որ Պալաուի դրոշի ներքո նավարկող Skylight նավթատարը թիրախ է դարձել Մուսանդամից մոտ 5 ծովային մղոն հեռավորության վրա։ Նավթատարի 20 հոգանոց անձնակազմը տարհանվեց, նախնական տեղեկություններով 4 մարդ էր վիրավորվել։ Հորդանանի պաշտպանական համակարգերը որսացին մայրաքաղաք Ամմանի, նաև երկրի հյուսիսային շրջանների օդային տարածք մտած հրթիռներ։ Հորդանանում Միացյալ Նահանգների դեսպանատունը վաղ առավոտյան տագնապ հայտարարեց, կոչ անելով մարդկանց ապաստան գտնել։ Հետևեց Ցախալի հարվածը Թեհրանի սրտին։ Իսրայելական բանակը հարվածեց ուժային կառույցների ստորաբաժանումներին և Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնակայանին։ Տագնապի ձայներ լսվեցին նաև Քուվեյթում, քանի որ Իրանը շարունակում է Պարսից ծոցում իր պատասխան հարձակումները Միացյալ Նահանգների դաշնակիցների դեմ։ Իրանը 2 հրթիռ արձակեց Կիպրոսի ուղղությամբ, որտեղ տեղակայված են բրիտանական բազաներ, հայտարարեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Օրվա երկրորդ կեսին Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթատարը խորտակվեց Հորմուզի նեղուցում իրանական հարձակումից հետո։ Իրանական կողմը հաղորդում էր, նավթատարը չի արձագանքել նախազգուշացումներին։ Երուսաղեմում իրանական հրթիռ ընկավ, իսկ Աբու Դաբիի Զայեդ նավահանգիստը իրանական հարվածից հետո այս տեսքն ուներ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդեցին Իսրայելի Բեյթ Շեմեշ քաղաքին հարվածելու մասին։ Բնակավայրի հրթիռակոծության հետևանքով զոհվեց 6 մարդ, տուժեց 20-ը։ Մենք հակառակորդին կհասցնենք հուսահատության, ոչնչացնելով նրանց բազաներն ու կարողությունները։ Պետք է միասնական լինենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնեց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Աբրահամ Լինկոլն ավիակրի վրա ԱԹՍ-ներով հարձակվելու մասին։ Երեկոյան 7-ին մոտ իրանցիները հարվածեցին Աբու Դաբիում տեղակայված ֆրանսիական ռազմաբազային։ Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածեց Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Այսօր լրատվամիջոցների փոխանցմամբ ամերիկացի 3 զինվոր է զոհվել Իրանի դեմ գործողության ընթացքում։ Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։